Ամբողջ տնով մեկ հնչում է իմ սիրելի երգացանկը, որին զուգահեռ ես էլ եմ երգում այնքան բարձր, որ թվում է թե շուտով հարևանները մեր դուռը ծեծ կտան։ Ես գոռում եմ, նկարում, հորինում, նվագում, երգում, ստեղծագործում, տանը մենակ եմ։ Ահա իմ աշխարհի ամենատաքուկ անկյունը։ Գրաշխարհը մի ամսագիր է, որտեղ տեղադրվում են մեր ստեղծագործական աշխատանքները։ Գրաշխարհը ունի 3 բաժին։ Ստեղծագործում ենք, թարգմանում ենք եւ մեդիանյութեր։ Գրաշխարհում ամսական մոտ 30 նյութ է տեղադրվում։ Էլեկտրոնային ուսումնական ամսագիր ունենալու գաղափարը առաջացավ դեռ 2016-17 թվականներին, երբ կրթահամալիրը նոր էր անցել բլոգային ուսուցման։ Այդ ժամանակվա 7-րդ դասարանցիների մի խմբի հետ մտածեցինք եւ ամսագրի անունը գրաշխարհ, ինչպես նաեւ սովորողները բացեցին ամսագրի բլոգը։ Երբ մենք կրծեր դպրոցում ենք, այդպիսի ամսագրեր չկային եւ այդ պատճառով մեր բոլոր ստեղծագործական աշխատանքները մնում էին մեր բլոգներում։ Բայց երբ մենք եկանք միջին դպրոց եւ ընկեր Արևիկը մեզ պատմեց գրաշխարհ ամսագրի մասին, մենք շատ ուրախացանք, քանի որ հիմա մեր ստեղծագործական աշխատանքները մնում են ոչ միայն մեր բլոգներում, այլ նաեւ կարող են տեսնել դրանք ուրիշ սովորողները, ովքեր իմ ստեղծագործական աշխատանքների ժանրը ավելի շատ կապված է փիլիսոփայության հետ։ Կյանքը մի մեղեդի է, որը ոչ ոք չի գրում, բայց բոլորը կարող են որոշել, թե ինչ ավելացնեն։ Այն սկսվում է մեղմ ու նուրբ, ինչպես նորածնի առաջին շնչառությունը, բայց հետո այն սկսում է փոխվել, երաժշտությունը արագանում է, ինչպես մանկության ուրախ խաղերը, առաջին վախերն ու հաղթանակները։ Սկզբնական շրջանում ամսագիրը ստեղծագործական թարգմանչական հարթակ էր, այնուհետև սկսեցինք այնտեղ տեղադրել նաև տեսագրություններ ու ձայնագրություններ։ Անտերյան, աշուն է անձրև, ստվերներն անձև, թողում են դանդաղ պաղ, անձրև ու անձրև։ Ես շատ եմ սիրում ձայնագրել տարբեր բանաստեղծություններ եւ ես կարծում եմ ես լավ եմ ձայնագրում, որովհետեւ իմ ձայնագրությունները գնում են գրաշխարհ։ Վաղուց թողած բարձր ու կանաչ գահը իրենց հանգստության, երկու սեբան փող մի առաջ գնում էին հալածական։ Ես սիրում եմ պատմվածքներ հորինել, ձևավորել։ Ես նկարում եմ ճամփորդության ժամանակ եւ ձևավորում եմ պատմությունները։ Առաջին խնդիրը, որը լուծում է ամսագիրը, սովորողներին ոգևորելն է, որպեսզի ստեղծագործեն, թարգմանեն տեսագրություններ եւ ձայնագրություններ անեն։ Ամեն անգամ, երբ սովորողների նոր խումբ է գալիս կրծեր դպրոցներից, նոր 6-րդ դասարանցիների ընդունում, մտահոգում է մի հարց, թե արդյոք գրաշխարհը իր այս ձևաչափով կոգևորի այժմյան սովորողին։ Ուրախ եմ նշել, որ ոգևորում է, որ սովորողներն ուզում են, որ իրենց նյութերը հրապարակվեն ամսագրում, ինչպես նաև շատ ուշադիր հետևում են, թե ինչ մեկնաբանություններ են հայտնվում իրենց նյութերի ներքևի կարծիքներ բաժնում։ Ես ամսագրում տեղադրել եմ իմ շարադությունը, ստեղծագործությունը միջին դպրոցը իմ աչքերով 20 օրում։ Իմ նյութի տակ կան սովորողներ եւ այլ մարդիկ, որոնք գրել են մեկնաբանություններ։ Հեսա։ Ինձ շատ դուր եկավ։ Մարդկա գրելը ես նույնպես համամիտ եմ կարծիքիդ հետ, կան մարդիկ, որոնց դուր չի գալի միջին դպրոցը, բայց դա միայն ու միայն ձույն մարդկանց կարծիքն է, նույնիսկ թե կրտսեր, թե այլ դպրոցներում նույն կարծիքն են ունենալու։ Ես դիտել եմ Ես եմ ամսագրի Հովհաննես Թումանյանի խրճիթուն բանաստեղծության տեսանյութը, որը պատրաստել է Էրիկ Բեգլարյանը։ Ես թողել եմ մեկնաբանություն։ Հովհաննես Թումանյանի խրճիթուն բանաստեղծությունը իմ սիրելի բանաստեղծություններից մեկն է, եւ ինձ շատ դուր եկավ, թե ոնց ես դու արտասանում այս գեղեցիկ բանաստեղծությունը։ Երկրորդ ոչ պակաս կարևոր խնդիրը, որը իմ առջև դնում եմ, ամսագրային գործունեությամբ սովորողներին ավելի գրագետ դարձնելն է։ Ցանկացած նյութ, որը հայտնվում է ամսագրում, պարտադիր քննարկվում է հեղինակի փոքր խումբ սովորողների կողմից, անդրադառնում ենք ստեղծագործության աշխատանքի մտքին, ուժեղ եւ թույլ կողմերին, ինչպես նաեւ անդրադառնում ենք կետադրական եւ ուղղագրական սխալներին։ Ես ստեղծագործում դետեկտիվ ժանրի շուրջ։ Պարզվեց, որ պարոն Ջեյմս Ֆոնթեյնը բանկերի կողոպտիչ է, որը իր կյանքի 10 տարվա ընթացքում բանկեր է թալանել, հետևել է մարդկանց եւ թաքցրել է ինքնությունը։ Հետաքրքրության համար մտնում եմ եւ ասենք թե իմ նյութը դնում եմ ChatGPT-ում եւ հարցնում թե որ ֆիլմի սյուժեին, թե որ գրքի սյուժեին եւ որ գրքի սյուժեին է այս գրածը նման, որպեսզի հետաքրքիր է։ Ասելա
Նման է Ալֆրեդ Հիչկոկի ֆիլմերին սյուժեներից մեկին, դե ես նայել եմ այդ ֆիլմը, որ ինքը նկատի ուներ, ու նման է Ագաթա Քրիստիի գործերից մեկին։ Ինչ Սոֆի Թորոսյանով աղջի գրել է այս պատումը շատ հետաքրքիր է, ինձ շատ դուր եկավ սրտիկ։ Բելա Անտոնյանը, իմ դասարանցին է, գրել է ինձ շատ հետաքրքիր էր եւ կրեատիվ։ Ես իմ ընկեր Վաղաշակի ստեղծագործությունը կարդացի, դա ինձ ոգևորեց, ես որոշեցի արդեն իմ գիրքը գրեմ։ Իմ գիրքը ինտրիգային է, ես գրել եմ ինտրիգային գիրք, որտեղ ես ուզում եմ, որ կարդացողը, ընթերցող մարդը հետաքրքրվի այդ գրքով։ Սիրում եմ ստեղծագործել իմ կյանքի մասին, իմ շրջապատի մասին։ Անընդհատ ժպտալով ես սովորեցի հասկանալ, մարդը սուտ է ժպտում, թե անկեղծ, մարդուն ինչ-որ բան է եղել, թե ամեն ինչ լավ է։ Եվ արդյոք երջանիկ է մարդը, թե իրեն ինչ-որ բան է խանգարում երջանկանալու համար։ Իմ կարծիքով, երբ որ մենք սկսում ենք ստեղծագործել, մենք մեր ֆանտազիան կարող ենք ավելի վառ դարձնել եւ ընդգրկում ենք մեր ստեղծագործական աշխատանքների մեջ։ Սիրում եմ ստեղծագործել հեքիաթային թեմայով։ Ամսագրային գործունեության երկրորդ փուլում դրանք դառնում են ընթերցարաններ, սովորողները ընթերցում են ոչ միայն մեր ամսագրի նյութերը, այլ նաև կրթահամալիրյան մյուս ամսագրերի նյութերը, ինչպես նաև կարծիքներ են թողնում, մեկնաբանություններ բաժնում։ Ես կարդացել եմ «Ես եմ» ամսագրի, իմ իրական եսը վերնագրով ստեղծագործությունը, որի հեղինակը Վիկտորիա Հովսեփյանն է, եւ սա իմ կարծիքն է։ Ինձ դուր եկավ այս ստեղծագործությունը, քանի որ հեղինակը բարձրացնում է ինքնուրույնության թեման։ Բոլորս էլ մի վառ առանձնահատուկ անձնավորություն ենք եւ միշտ պետք է լսենք, թե ինչ ենք ուզում մենք իրականում, չպետք է նմանեցնենք կամ համեմատվենք ուրիշների հետ։ Ես կարդացել եմ «Ես եմ» ամսագիրը։ Շատ պատմություններ կարդացել եմ, բայց ամենաշատը իմ մոտ տպավորվել է Լիլի Ալեքսանյանի գրած համակարգչային խաղերի օգուտն ու վնասը։ Ես մեկնաբանություն եմ թողել եւ իմ մեկնաբանությունը այսպեսին է։ Այս պատմությունը շատ ժամանակակից էր եւ իմ դուրը շատ եկավ, բայց սա կարդացողները չեն փոխվել։ Ես ստեղծագործելու շատ եմ սիրում, բայց չեմ սիրում կարդալ։ Գրաշխարհ ամսագիրը մեզ տալիս է հնարավորություն մեր մտքերը արտահայտելու ու կիսելու նրանցով ուրիշ մարդկանց հետ։ Օրինակ ես միշտ ստեղծագործական աշխատանքը սկսելուց առաջ բացում եմ ամսագիրը եւ կարդում եմ մյուսների նյութերը ոգեշնչվելու համար։ Շատ կարևորում եմ, որ ամսագրերը ուսումնական են, ստեղծված սովորողների կողմից եւ ծառայում են սովորողներին, ինչպես նաեւ կարևորում եմ ամսագրերի շարունակականությունը։